մինչև այսօր էլ ոչ մի բան պարզ չի տևեց, ինչն է դրա դրդապատճառը, որովհետև այսօր մեր ժողովրդին, գյումրեցիներին եւ ամբողջ հասարակությանը հետաքրքրում է առաջինը դա ինչն է եղել դրդապատճառը եւ ինչու հանկարծ ամբողջ ընտանիքը, որը նաեւ զորամասից շատ հեռու է գտնվում ճանապարհի վրա, այսինքն այս հարցականների պատասխանն է, որ հասարակությունը եւ մենք բոլորս ակնկալում ենք, որպեսզի համապատասխան մարմինները, քննչական մարմինները կարողանան գոնե այդ պատասխանը ունենալ, լույս սփռեն այս պատմության հետ կապված եւ պետք է ասեմ, որ նաեւ խնդիրը այսօր մեկն է, որ չփորձենք նորից սկսել քաղաքական շահարկումները, որը շատ ցավալ է, երբ որ նման պատմությունների ժամանակ սկսում են քաղաքական շահարկումներ, սկսվում են սադրանքներ, որի ականատեսը մենք եղանք, որովհետև չի կարելի, երբ որ գյումրեցին, երբ որ մարդիկ սկում են եւ այդ սուկը օգտագործել իրենց քաղաքական ամբիցիաների համար, սադրանքներ հրահրել, որը փաստ է, ուրիշ բան, երբ որ բողոք ես կազմակերպում, խաղաղ, հանգիստ կարող ես քո բողոքի ձայնը արտադրել, բայց սադրանք կազմակերպելը այն էլ այս պարագայում եւ այս ձևով դա հղի է առավել մեծ վտանգներով եւ եկեք անկեղծ պատկերացնենք, այդ գյումրեցիները շատ լավ պատկերացնում են, ով որ դրսից է նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարող է պատահել, եթե հանկարծ հավաքվեն մի խումբ սադրիչներ, մարդիկ, որոնք իրենց արդեն չեն կարողանում տիրապետել եւ գնան զորամասի վրա։ Դա արյունահեղություն է։ Ինչ է։ Ովքեր են ուղղորդում իրանց, ովքեր են այդ սադրիչները, որոնք մեր քաղաքական ամբիցիաներով են առաջնորդվում, ովքեր են դրանք։ Գիտենք, բայց չեմ ուզում հիմա արտահայտվել։ Ինձ համար պետք չի, որովհետեւ նման մարդկանց անունը տան, որ իրենք լավ զգան, ոչ բան։ Ես շատ լավ գիտեմ, ու համապատասխան մարմինները գիտեն ովքեր են իրենք։ Բայց ես ճիշտ չեմ համարում, որ նման մարդկանց անունները ես տամ։ Արժանի չեն նրանք, որովհետեւ ես իրենց անունները հրապարակեմ, որովհետեւ նրանք չեն հասկանում ինչ են անում։ Նրանք չեն հասկանում, որ մարդկանց, որոնք սկում են, այդ մարդկանց իրանք ուղարկում են ուղղակի փամփուշտի վրա։ Ինչ է նշանակում զինված զորամասի զինված պահակախմբի վրա մարդկանց ուղարկել։ Դա ցանկացած զորամաս ունի իր կանոնակարգը, ունի իր պահանջները։ Դու գնում ես զորամասի վրա, ինքը պարտավոր է քեզ զգուշացնել, զգուշացնելուց հետո է կրակ բացել, հետո ինչ քիչ ենք մենք առանցնել համեղ զոհեր տալիս։ Թե մարդիկ ուզում են լուրջ արյունահեղություն տեսնեն ու դրանով ուրախանան։ Հիմա ինչ վիճակ է Գյումրիում։ Հիմա Գյումրիում շատ նորմալ վիճակ է, ես երեք ամբողջ օրը եղել եմ Գյումրիում, հենց նոր եմ եղել Գյումրիից։ Այն ինչ որ որոշ լրատվամիջոցներ էլի սկսեցին երեկոյան սադրանքներ անել, թե Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է, ամբողջ ներքին զորքերը եւ այլն գտնվում են Գյումրիում, ոչ մի լարված իրավիճակ չկա Գյումրիում, իրոք ոստիկանապետը երեք Գյումրիում էր, մենք իր հետ հանդիպել ենք, խոսել ենք, քննարկել ենք, գյումրեցիները շատ, ինչպես ամբողջ հայերը, շատ ծանր են տարել երեք այդ նաև լուրը այդ երեխայի մահվան հետ կապված ցավոք սրտի ամեն ինչ արվեց որպեսզի բժիշկների կողմից երեխան կենտանի մնա, բայց չկարողացան եւ այսօր պատրաստում են որպեսզի երեկոյան նորից կլինի երեխայի հոգի հանգիստի արարողությունը նորից եկեղեցում, վաղը կլինի հողարգավորությունը նորմալ կարծում եմ որ էլի գյումրեցիները կկան կցավակցեն, կսկան եւ դրանով ինչ-որ չափով վիշտը կփարատվի այնքան ժամանակ, մինչեւ էլ եմ ասում, ի վերջո հասկանալի լինի, թե ինչ էր ուզում այդ դուրս բրձուկը, այդպես ասեմ, այդ անասունը։ Մինչեւ դա չպարզվի, բնական է մարդկանց մոտ դեռևս կմնա որոշակի հարցականներ, թե վերջը ինչն է եղել պատճառը։ Իսկ մտավախություն կա, որ Չեմ կարծում, որպեսզի նման լարված իրավիճակ կլինի, որտեղ
մարդիկ, հատկապես գյումրեցիները, որոնք երևի թե ինչ-որ իրենց ազդեցության տակ այդ օրվա ապրումների ազդեցության տակ ընկան այդ դրսից եկածների, այսպես ասեմ, խելքին, հասկացան, որ դա չի կարելի, առավել ևս գիտեք ինչ, Գյումրին դարեր շարունակ միշտ ռուսների հետ է եղել, ռուս զինվորների հետ է եղել եւ եղել են տարբեր միջադեպեր, բայց երբևիցե նման վայրագություն չի եղել եւ նման սրացում չի եղել եւ կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամեն մարդ իր տեղում զուսպ գտնվի, կարողանանք մենք այս ժամանակը բնական է պետք է հարտի այսպես ասեմ լարվածությունը եւ պետք է մենք ռուսների հետ էլ ենք հանդիպում ունեցել եւ բոլորը առանձին խոսել ենք որպեսզի իրենք էլ իրենց մոտ մի քիչ կարգ ու կանոն հաստատեն որովհետեւ դա նաեւ զորամասերի կարգ ու կանոնից է գալիս իհարկե իրանք շատ ազատ շատ լավ իրենց զգում էին Գյումրիում բայց նաեւ պետք է որ իրենք էլ կարգ ու կանոն հաստատեն հատկապես այսօրին որպեսզի մենք իզուր տեղը միջադեպեր չունենանք, գիտեք ինչ կա, երբ որ ուրեմն ընթացքում լարվածություն կա բնական է ազգաբնակության մեջ, գիտեք կարող է 100-ից 99 հասկանա, որ պետք չի ասենք անտեղի լարվածություն գտցնել, բայց մեկը հենց նույնիսկ հուզված վիճակում կարող է ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ կարողանա ինչ-որ բան անել եւ դա իզուր տեղը կարող է նույնիսկ լարվածություն գտցնել։ Կարծում եմ, որ պետք է համենայն դեպս զուսպ լինենք այս պարագայում եւ մենք անդադ մեր բնակիչներին կոչ ենք անում զուսպ լինել եւ իրենց էլ ռուսներեն էլ հորդորել ենք, որ զերծ մնան այս օրերին անիմաստ քաղաք դուրս գալուց կարգ ու կանոնը ավելի խստացնեն իրենց մոտ, որպեսզի իզուր տեղը լարվածության դրսևորումներ չլինեն։ Տեսեք որևէ հնարավորություն նրան մեզ հանձնելու Ռուսաստանի կողմից ինչ-որ ընդառաջ քայլ ուղղությամբ եւ արդյոք այս ամեն ինչը չի անդրադարձի ամեն դեպքում հայ-ռուսական հարաբերությունների վրա թեկուզ հասարակական մակարդակում։ Մի հավելում էլ իրավական գործընթացի ինչ տեղեկություն։ Ուրեմն, այսպես ասեմ, նախ չեմ կարծում, որ ազդել է սա դրանպես հայ-ռուսական հարաբերությունների վրա, որտեղ եւ Ռուսաստանի մեր ուրեմն հայերը եւ ռուսները եւ այստեղի ռուսները բոլորը շատ ճիշտ գնահատական են տալիս դեպքերին եւ բոլորը միանշանակ գտնում են որ նմանատիպ դրսևորումները չպետք է ասենք մի դուրսպրծուկի կատարած քայլը ամբողջ ազդեցություն ունենա երկու երկրների, երկու ժողովուրդների հարաբերություններին, որոնք էլ եմ ասում տարերի հարաբերություններ են եւ դեռ շարունակվելու են, դեռ սերդանալու են եւ կարծում ենք բոլորն շատ լավ հասկանում են, որ սա պետք է չխանգարի այդ հարաբերություններին։ Ինչ մնում է իրավական խնդիրներին, ապա բոլորը քաջացանոթ եք, որ արդեն երեկվանից Հայաստանում է նաև իրենց քննչական մարմնի ղեկավարը Պաստրիգինը, որ գլխավոր դատախազը իրենց գլխավոր դատախազի հետ է խոսել, հիմա այդ բանակցությունները գնում են, խնդիրը որն է, որպեսզի նրան հանձնվի մեր ուրեմն իրավապահ մարմիններին, չնայած որ այդ սպանության մասով բնական է քննությունը իրականացնում են մեր իրավապահ մարմինները, որտեղ այստեղ երկու գործ կա, մեկը դասալիկության գործն է, որը իրենք են անելու իրենց խնդիրն է, եւ մյուսը մարդասպանության գործը։ Բացառված չէ, որ ասենք վաղը մյուս օր երկու վճիռ կայացվի, մեկը Ռուսաստանի օրենքներով որպես դասալիկ, մեկը Հայաստանի, ասենք, դատավարական օրենսգրքով որպես մարդասպան, բայց էլ եմ ասում, ինչ էլ թեկուզ ցմա բանդարգություններ տան, դա նրան քիչ է։ Այս 7 հոգու կյանքը հետ չես բերի եւ ինձ համար ցանկացած պատիժ այդ մարդու համար քիչ է։ Ճիշտն ասած, ես զարմանում եմ, որ այդ ձեր գյումրեցի գոլեգաները իրենք շատ մոտ դնելով լրատվամիջոցներին, իրենք լրատվամիջոցները չեն կարդում, հատկապես գյումրեցի գոլեգաները, որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն, որ ես 11-ի գիշերը Հայաստանի ֆուտզալի հավաքականի հետ մեկնել եմ Շվեյցարիա, որպես ֆուտզալի կոմիտեի նախագահ եւ ուրեմն
հավաքականի պատասխանատու եւ նաեւ ուրեմն դելեգացիայի ղեկավար։ Եվ ես հաջորդ օրը անմիջապես հեռախոսով ցավակցություն եմ հայտնել եւ դա դարձնել այսօր շահարկումների առարկա չհասկանալով այդ ամենը, ես չէի կարող թողնել հավաքականը Եվրոպայի մրցաշարի առաջնությունում մենակ եւ հետ գալ մասնակցել հողարգավորությանը։ Եթե ես գիտենայի որ դրանում ինչ-որ շատ մեծ բան փոխած կլնեի, կայ, բայց չէի կարող նաեւ թողնել հավաքական այդ վիճակում։ Իսկ դա ոչ թե ընկերական խաղեր, ոչ թե քմահաճույքի համար էին գնացել Եվրոպայի մրցաշար եւ շատ պատասխանատու խաղեր էին։ Ես 3 առավոտյան եմ, ես 3 առավոտյան ժամը 6-ին եմ եկել հանրապետություն։ Ոչ։ Եթե որևիցե մեկը նման ձևով է մտածել, սխալ է մտածում, որտեղ ես հենց իմ օրինակով եմ ասում։ Ես նորմալ pedagogan գործով գնացել էի Շվեդիա։ Չէ, ներողություն, ինչ տարբերություն։ Չէ, մի րոպե ասեմ, չէ, ներողություն ասեմ։ Հիմա իսկ ինչ եք դուք մտածում, որ եթե ազգային ժողովի նախագահան եկել է, դա քիչ է։ Ինչ եք այդպես մտածում։ Կամ ինչ է հասարակությունը, եթե այդպես է մտածում, այդպես է մտածում։ Այսինքն դա ավելի բավարար է, որ միայն ազգային ժողովի նախագահը դուք դա համարում եք, որ բավարար է այդ։ Ես կարծում եմ, որ դա նորմալ է, երկրի նախագահան ցավակցել է, վարչապետը ցավակցել է, բացառված չէ, որ նաև այսօր այդ երեխայի հոգի հանգստի արարողությանը երկրի ղեկավարներից որևիցե մեկը կլինի։ Այնպես որ չեմ կարծում, որ ղեկավարները բոլորը պետք է միաժամանակ գան եւ սկային հենց տեղում։ Հասունեն դուք գտնում եք, որ քանի որ կապ չունի, որ սուկ չի հայտարարվել, որ երկրի առաջի դեմքերը բացակայել են, դեռից դա բախումների եւ Առաջի դեմքերը չեն բացակայել, ազգային ժողովի նախագահն էլ է առաջի դեմքերից մեկը համարվում, չէ՞։ Երկրորդ դեմքն է։ Ամենայն դեպս երկրորդ դեմքն է երկրի սահմանադրությամբ։ Եվ ինքը եկե մասնակցել է։ Ազգային ժողովի լսումները երեք որոշել էին, որ պետք է լսումները կայանան, բայց երբ որ երեկոյան արդեն լուրը եղավ երեխայի, որոշեցին լսումները հետաձգել, միգուցե կայանա մի քանի օր, եւ նաեւ գիտեք ինչ կա, լսումները պետք է կոնկրետ նպատակ ունենա։ Մենք պետք է հասկանանք, ինչ ենք ուզում լսումների ժամանակ։ Լսել այն ինչ որ ընդհանրապես խոսվում է հասարակության մեջ, թե կոնկրետ ուրեմն գլխավոր դատախազը կամ համապատասխան քննչական մարմինները պետք է ինչ որ ինֆորմացիա ունենան հասարակությանը տալու։ Համաձայն եմ, հիմա ինչ կխանգարի, եթե 2 կամ 3 օր հետո պատասխան։ Դե դա արդեն գիտեք ինչ կա, ես չեմ որոշողը, կա համապատասխան հանձնաժողով, որը նախաձեռնել է այդ լսումները եւ իրենք երեկոյան որոշել են, որ այս երեխայի մահվան կապակցությամբ լսումները հետաձգեն։ Ինչ դրա ես ուզում եմ նաեւ փոխադարձ հարցով դիմել, ել եմ ասում, ինչն է խանգարում, եթե ասենք այդ լսումները 2 օր հետո լինի, եթե ինչը կխանգարի։ Եթե կարևոր ես կարծում եմ, որ չեմ կարծում, ինչ որ կարևոր գաղտնի բան կա, որ պարոն Կոստանյանը պետք է այսօր լսումների ժամանակ հայտարարեր եւ մենք սպասում էինք դրան ու հանկարծ 1 օր կամ 2 օր հետաձգվում է դա։ Չէ, պարզապես դա էլ է վերաբերմունք այդ երեխայի մահվան կապակցությամբ։